Բարեկամներ, շարունակում է խաղային երեկոն եւ այսօրվա երկրորդ հանդիպումն ենք ձեզ հետ դիտելով, որտեղ միմյանց հետ մրցում են Կադիսը եւ Ատլետիկոն։ Երկու հրաշալի թիմեր այսօր բախվել են միմյանց, տեսնենք ինչպիսի հանդիպում կանցկացնեն։ Քիչ առաջ Միլանը հանդիպել էր Փարիզին եւ 5-3 հաշիվ գրանցվեց այդ խաղում Միլանի օգտին։ Արդ հանդիպում ստացվեց եւ շատ հետաքրքիր։ Հիմա տեսնենք այսօրվա վերջին հանդիպումը ինչպես կանցկացնեն այս երկու թիմերը եւ Ատլետիկոն է սկսելու դաշտի կենտրոնից հանդիպումը։ Մրցավարի սուլիչը լսվեց, հանդիպումը մեկնարկեց, ես էլ անցնեմ թիմերի կազմերին, Կադիսից սկսեմ, Կադիսի դարպասը պաշտպանում է համար 1 Մարտին Ստեփանյանը, համար 3 Վարազդատ Դուրգարյան, համար 4 Հայկ Ռեգոնդյան, համար 5 Կարեն Ավետիսյան, համար 8 Նարեկ Մակարյան, համար 9 Սրապ Բաբլոյան, համար 10 Սերա Դավանյան, համար 17 Գերամ Խաչատրյան, համար 19 Ռոբերտ Մարության, համար 23 Ռուդիկ Ջուլակյան, համար 27 Կարեն Շիրխանյան և համար 80 Ռոբերտ Ֆիդանյան։ Կադիսն է անցել գրոյի Օհանյան և անկյունային, առաջին անկյունային է վաստակում Կադիսը։ Այս անկյունայինից հետո կնշեմ Ատլետիկոյի կազմը։ Գուգանային հրապարակ շատ վտանգավոր փոխանցում և հիմա անցնեմ Ատլետիկոյի կազմին, դարպասում է Աշոտ Գասպարյանը, համար 1, համար 3 Ռևազյան, հիմա Ատլետիկոն է անցել գրոյի և հիմա էլ հակառակ ուղղությամբ անկյունային, համար 5 Գոր Մարգարյան, համար 8 Թովմաս Սարգսյան, համար 10 Ալեքս Մանուչարյան, համար 13 Գարիկ Գրիգորյան, համար 15 Ստեփան Միրզոյան, համար 20 Արթուր Ղամբիլյան, համար 22 Ռաֆա Մկրտչյան և համար 80 Ժորա Գևորգյան։ Անկյունայինը խաղարկված է, խաղի մրցավարն էլ Վահագն Ակուլյանն է։ Գրել այստեղ Կադիսը, Ֆիդանյան։ Վտանգավոր էր այս փոխանցումը Ռոբերտ Ֆիդանյանի։ Կադիսը մի փոքր կային է արտարկել մրցաշարը և նրանք
Այս պահին երկրորդ հորիզոնականում են գտնվում 10 խաղից 24 միավոր, 3 միավորով հետ են Միայնձնը առաջատար Վիլյարեալին, նրանք դեռ այս առաջնությունում պարտություն չեն կրել, իսկ Ատլետիկոն 8 խաղից 15 միավորով 8-րդ հորիզոնականն են գտնվում, վտանգավոր դիրքում Ատլետիկոյի տղաները Տուգանային են վաստակել Տեսնենք հիմա Ցավարի Սուլիչը կա, փոխանցում, լավ խաղարկումներ և Ստեփան Միրզոյանը արված կատարեց, բայց բարձր էր Անյան և խաղարկում նրա այդ պայքարում Շալի էր Ֆիդանյան արվածը շեր Ռոբերտ Ֆիդանյանի Ստում ենք մանր խաղարկումներով են փորձում անցնել կիսադաշտը Ատլետիկոյի տղաները Այստեղ էլ հրաշալի գործեց Կարեն Ավետիսյանը Ստեղ ընկավ Արզդատ Հունգարյանը խաղային պայքարում Կադիսի տղաները բայց Օանյանի խանցում այստեղ ստացվեց, արագ խլում, Շիրխանյան, պտտվեց, Կարեն Շիրխանյան և այստեղ Ավետիսյանն է սխալվում փոխանցում կատարելիս, հիմա կարող է հակագրոյել Ատլետիկոն շատ արագ վերադարձան Կադիսի տղաները թիկունք խախտում և դեղին կարդ Կարեն Ավետիսյանին Մանուչարյանն է վերցրել գնդակը, տեսնենք Ցավարի Սուլիչը կա, Ալեքս Մանուչարյան արված պրկեց իր թիմին Մարտին Ստեփանյանը և հիմա ցավոտ հարված է ստանում այստեղ Կարպասապա և դիտելու է այս դրվագը խաղի մրցավարը, տեսնենք Ոչինչ չկար այս դրվագից հետո
Արի մրցավարը միայն անկյունային է նշանակում։ Արված է անկյունայինը, փոխանցում արված։ Գրիգորյանը արվածեց, բայց շեղ էր նրա արվածը։ Այլ Մարությանն է սխալում այստեղ, բայց Խաչատրյանը պայլուն այստեղ հիմա գործեց։ Շալի անցում Օանյան, բայց լավը չէր այս փոխանցումը։ Նետվում է Ատլետիկոն գրոյի։ Սարգսյան, հարվածը փակեցին և հիմա կարող է նետվել գրոյի այստեղ Կադիսը։ Ռոբերտ Ֆիդանյան, հարված և Գասպարյանն է փրկում իր թիմին։ Ակտիվացան երկու թիմերն էլ, այստեղ էլ Ատլետիկոն է փորձում անցնել գրոյի։ Բայց կրկին լավ աշխատեցին Կադիսի տղաները պաշտպանությունում։ Այստեղ էլ խախտում։ Կար փոխանցում է կարծես թե լինելու Ֆիդանյան։ Փոխանցում Գասպարյանը կրկին տեղում է և անկյունային։ Փոխանցում Շարյանը վերցրեց գնդակը և փորձում է արագ գրոյել Ատլետիկոն։ Շիրխանյան արված և հիմա կրկին փայլուն սեյվ եղինակ դարձավ Աշոտ Գասպարյանը, հեռվից կրակոցը տեսանք Կարեն Շիրխանյանին և երրորդ անգամ է փրկում արդեն այս խաղում իր թիմին Աշոտ Գասպարյանը, նորից անկյունային Ատլետիկոյի դարպասին։ Հապուկ փոխանցում, հեռացված է գնդակը։ Շիրխանյան Պետիսյան ցածրից փոխանցում, կրկին հեռացված է գնդակը։ Նորից անկյունային։ Այլ Աշոտ Գասպարյանն է խոտացածքին։ Ամեն ինչ կարգին է, վերադարձանք անկյունային նորից Կադիսի օգտին, ցածրից կրկին փոխանցում, նորից լավ գործեցին պաշտպանությունում։ Անկյունային։
Խացում Ջուլակյան արված կրկին լավ դիրքից խանցում Արագ վերադարձ Կադիսի ֆուտբոլիստներից Ֆիդանյան արվածը փակված է նորից անկյունային պաշարել են հիմա Կադիսի տղաները Ատլետիկոյի տուգանային մատույցները եւ արդեն 4-րդ կամ 5-րդ անկյունայինը նրանց այս խաղում Դանյան ցածից փոխանցում Մարությանից եւ շոկեր գոլ հիմա Ռոբերտ Մանուկյանից ինչ էր սա մամա միա Ռոբերտ Մանուկյան 1-0 Ռոբերտ Մարուկյան 1-0 ինչ էր սա ֆանտաստիկ գոլ ուղղակի Մարուկյանի կողմից Ֆիդանյանն էլ շատ լավ փոխանցում կատարեց Մարուկյանին եւ հաշվի մեջ առաջ է անցնում արդեն Գադիսը այս խաղում նրանց այդ ճնշումը տվեց իր արդյունքը տեսնենք Ատլետիկոն հիմա այս գոլին ինչով կպատասխանի շատ հետաքրքիր էր հիմա Քան անկյունայիններից հետո Կադիսի այս անկյունայինը տվեց իր արդյունքը Ինչպիսի գոլ ուղղակի տեսանք Ռոբերտ Մարուկյանից Նա պետք է ակտիվանան Ատլետիկոյի տղաները այս գոլից հետո գոնե նորից Ֆիդանյանը խլեց եւ հավաց է շեղել Ֆիդանյանին Ռևազյան անցել է գրոյը Ատլետիկոն Մանուչարյան Ֆանցում Կարյան Սարգսյան եւ Այս գնդակի մոտով մայ Սարգսյան եւ մեռացված է գնդակը խախտում էր պահանջում այստեղ Սարգսյանը Եզրային նետումը խաղարկված է Կարյան և խլեց գնդակ այստեղ Ավետիսյանը բայց Ռևազյանը եկավ օգնության թիմակիցներին հիմա վերջինը սխալվում է եւ նետվում է հիմա հակագրոյ այստեղ Կադիսը Շիրխանյան Փոխանցում այդտեղ ձախ եզրում Ավետիսյանը ազատ էր, բայց Շիրխանյանը որոշեց այլ ուղղությամբ փոխանցել։ Հիմա Ավետիսյանն է գնդակով ձախ եզրում, հրաշալի անցում, Շիրխանյան եւ անկյունային նորից։ Այսօր տեսնում ենք շատ վտանգավոր են անկյունայինները Կադիսի։ Փոխանցում հեռացված է գնդակը։
Դանյան, Շիրխանյան և խլեցին գնդակը Շիրխանյանից, նետվում է հիմա գրոյի աստեղ ատլետիկոն և այստեղ խաղթում, աշտի կենտրոնում։ Ռևազյանն է այստեղ գնդակը դնում։ Ուտացածկին և վերվից արված, սացրից փորձ, տեղել խաղթում։ Մարության երկար փոխանցում Եզր, Շիրխանյան, Մարության, Ֆիդանյան, Ֆիդանյան, Մակարյան, Շիրխանյան, շատ են խաղարկումները, Կին Մակարյան և անաջող այս փոխանցումը եղավ Արեգ Մակարյանի։ Շիրխանյան, արաձախ արված Աշոտ Գասպարյան նորից։ Այսօր դեռ ատլետիկոն շատ վտանգավոր վայր չի ստեղծել։ Դեռ, հիմա նրանք գրոհում են Սարգսյան։ Շարյան և Վարեն Ավետիսյանը պարկեց գնդակի տակ։ Անկյունայինների տեղատարապ է այսօր, խաղարկված է այս անկյունայինը, փոխանցում Տուգանային հրապարակ և Ռևազյանը շեղարված է։ Հրաշալի անցում հիմա Շիրխանյանից, Շիրխանյան ձախեզրում է, Շիրխանյան, եկավ կենտրոն, հեռացրեցին գնդակը Շիրխանյանի մոտքի տակից։ Խաղթում, Չուլակյանի հետ պայքարում։ Մարության հրաշալի անցում, Մակարյան և հիմա չկարողացավ պահել այս գնդակը Ֆիդանյանը, շատ վտանգավոր էր նորից։ Շատ քիչ ժամանակ մնաց հիշեցնեմ առաջին կեսի ավարտին, վերջին մի քանի րոպեները և Կադիսը Ռոբերտ Մարությանի խփված գոլի շնորհիվ հաղթում է 1-0 հաշվով Ատլետիկոին։
Ստանվեց հիմա գնդակը Ատլետիկոն, բայց արագ վերադարձ։ Ստանվեց հիմա Ստեփանյանը այստեղ։ Մանուչարյան արված և Ստեփանյանը որսած գնդակը։ Ֆիդանյան, լավ խաղարկումներ, Ֆիդանյան մտավ կենտրոն, հարկեց Մարությանի հետ և հետ պղանցում։ Սարգսյանը պայլուն անցում կատարեց, Ռևազյան և նախախտում, Գուրգեն Ռևազյանի հետ պայքարում։ Վտանգավոր դիրքում Տուգանային Ատլետիկոյի օգտին։ Սնենք ինչ են որոշել այստեղ այս անգամ Ատլետիկոյի տղաները։ Ռևազյանն է գնդակի մոտ։ Սելի չկա մրցավարի, Գուրգեն Ռևազյան արված և գոլ, գնդակը հայտնվում է Մարտին Ստեփանյանի դարպասում, կրկին հրաշալի գոլ ենք տեսնում մեզ մոտ, հաշիվը հավասար է բարեկամներ 1-1։ Գուրգեն Ռևազյան 1-1 փայլուն գոլ Տուգանայինից կատարեց Ռևազյանը և առաջին կեսի վերջնամասում կարողացավ հաշիվը հավասարեցնել Ատլետիկոն և վերջ առաջին կեսը մեզ մոտ ավարտված է 1-1 հաշվով գնանք ընդմիջման կվերադառնանք մի քանի րոպեից։ Սիրելի ֆուտբոլասերներ, վերադարձանք և երկրորդ խաղակեսը մեկնարկեց մեզ մոտ։ Առաջին կեսից հետո 1-1 է հանդիպման հաշիվը։ Շատ հետաքրքիր առաջին խաղակես ստացվեց, միայն վերջին րոպեին կարողացավ Ատլետիկոն առաջին խաղակեսի հավասարեցնել հանդիպման հաշիվը։ Գուրգեն Ռևազյանը Տուգանայինից փայլուն գոլերնակ դարձավ, իսկ Կադիսի կազմում էլ ավելի շքեղ գոլի հեղինակ դարձավ Ռոբերտ Մարությանը։ Հիմա տեսնենք, այստեղ ստանդարտ է վաստակել Կադիսը։ Ֆիդանյան ցածրից փոխանցում, փակված այս փոխանցումը։ Մի փոքր իմ կարծիքով Կադիսը առավելություն ուներ առաջին կեսում, բայց հավասարեցրեց հանդիպման հաշիվը վերջում Ատլետիկոն։ Տեսնենք երկրորդ խաղակեսը ինչպես կընթանա։ Հիմա շատ արագ վերհիշենք թիմերի կազմերը։ Կադիս, դարպասապահ Մարտին Ստեփանյան, Վարազդատ Դուբելյան, Այգեգոնձյան, Կարեն Ավետիսյան, Նարեկ Մակարյան, Սրան Բաբաբլոյան, Սևա Դավանյան, Գեգամ Խաչատրյան, Ռոբերտ Մարության, Ռուբիկ Ջուլակյան, Կարեն Շիրխանյան և Ռոբերտ Ֆիդանյան։ Նետվում է գրոյի այստեղ Կադիսը, Ֆիդանյան արված և ոտքով փրկություն այս անգամ էլ Աշոտ Գասպարյանից նորից իր դիրքում է փայլուն գործում Աշոտ Գասպարյանը, Ֆիդանյանի կրակոցից հետո կրկին փրկեց իր թիմին Գասպարյանը, ստեղ Շիրխանյանը սխալվում է, հիմա նետվում է գրոյի Ատլետիկոն, տեսնում ենք ակտիվ են մեկնարկել, երկրորդ խաղակեսը երկու թիմերն էլ, Ատլետիկո դարպասում է Աշոտ Գասպարյանը, Գուրգեն Ռևազյան, Գոր Մարկարյան, Թովմաս Սարգսյան, Ալեքս Մանուչարյան, Գարիկ Գրիգորյան, Ստեփան Միրզոյան, Արթուր Գանդիլյան, Ռաֆա Մկրտչյան և Ժորա Գևորգյան։ Մրցավարն է Վագն Ակուլյանը։ Այսքանը կազմերի մասով
Անցնենք մուն խաղին։ Արված եւ այստեղ էլ փրկվում է հիմա Կադիսը եւ անկյունային է վաստակել Ատլետիկոն։ Կրակոտ մեկնարկ են հաղորդել թիմերը երկրորդ խաղակեսում։ Փոխանցում, Ռևոնդյանը հեռացրեց գնդակը։ Bravo, Lavna, Alex! Talas! Քանյան եւ գցեց։ Ռևազյանին կրկին վտանգավոր դիրք։ Տեսնենք, կարծես թե այս անգամ էլ Ռևազյանը կփորձի, այո։ Փորձ համար 2։ Առաջին անգամը այլում էր ուղղակի։ Սուլիչը կար, Ռևազյան։ Ռևազյան պատին դիպչեց գնդակը այս անգամ։ Այլեն փոխանցում առաջ։ Ախտում։ Դանյանն է իմ այլ գնդակով։ Ռաբոննա ոճով փոխանցում։ Եվ Ատլետիկոն խլեց գնդակ և նետվում է Արագ գրոյի, Մանուչարյան, այնտեղ կենտրոնում խաղթեցին խայկանները և Ֆիդանյանն է կարծես թե զուշացվում, կոպի գործեց այս դրվագում։ Այս անգամ ավելի հեռվից ստանդարտ Ատլետիկոյի օգտին, այս անգամ Մանուչարյանն է գնդակի մոտ։ Lavna, Google, Lavna! Մանուչարյան փոխանցում վտանգավոր էր անկյունային։ Արկված է անկյունայինը։ Սում արված և գոլ։ Գարիկ Գրիգորյանն է դառնում գոլի հեղինակի 2-1 Ատլետիկոն առաջ անցնում առաջին անգամ այս խաղում։ Գարիկ Գրիգորյան 2-1 հաշվի մեջ առաջ է անցնում այս խաղում։ Ատլետիկոն այս ստանդարտը և խաղարկումը տվեց իր արդյունքը Ատլետիկոյին և հիմա հետապնդողի դերում է հայտնվել։ Այս խաղում առաջին անգամ Կադիսը, տեսնենք նրանք ինչ ցույց կտան։
Իդանյան, լավ նկատեց այնտեղ, Տիմոթին, բայց հրաշալի էր այստեղ գործում Թովմաս Սարգսյանը։ Ստեղ խախտում։ Խլեց գնդակ այստեղ Մարությանը։ Շիրխանյան հարվածը պակված է երկրորդ փորձը, այս անգամ էլ Խաչատրյանն է հարվածում։ Շեղել Գերամ Խաչատրյանի հարվածը շատ վտանգավոր էր նորից։ Միրզոյան Ատլետիկոն է անցել գրոյի, լավ նկատեց ձախ եզրում Թիմակցին և ուշացրեց այստեղ հիմա Սարգսյանը և նետվում է հիմա հակագրոյի այստեղ Կադիսը Շիրխանյան և դեռ գնդակով է հարվածը չստացվեց Շիրխանյանի և անկյունային, միայն անկյունային։ Հարկված է անկյունայինը ցածրից, փոխանցում Շիրխանյան այս անգամ բարձր էր, հարվածը Կարեն Շիրխանյանին, նա 5 անգամ է այս մրցաշարում աչքի ընկել, երկրորդ լավագույն ռմբարկուն իր թիմի Ռոբերտ Ֆիդանյանն է, թիմի ռմբարկում 6 գնդակ է նա հեղինակել, Մարության չստացվեց, բայց կարողացավ եզրային նետում վաստակել այստեղ Ռոբերտ Մարությանը։ Երկար նետում վտանգավոր է Շիրխանյան, շատ վտանգավոր դիրքից հիմա վրիպում է Կարեն Շիրխանյանը։ Այսօր տեսնում ենք շատ են հնարավորությունները Շիրխանյանի։ Անկյունային։ Խանցում, հեռացրեցին գնդակը, ծածկից հարված և այս հարվածն է պակեցին, երկրորդ տեմպով կշարունակվի Կադիսի գրոհը, փոխանցում, կրկին գնդակը հեռացված է, Ֆիդանյան, խանցում և ասավ գնդակը Աշոտ Գասպարյանին, չկարողացավ այստեղ հարվածել Մարությանը։ Բարի փոխի։ Գրիգորյան լավ արեց այստեղ ամեն ինչ։ Բազյան ցածրից։ Կարող է գրոհել Կադիսը։ Ֆիդանյան, անկյունային։
Բայց ընկավ այստեղ հիմա Ռոբերտ Ֆիդանյանը։ Երկրորդ խաղակեսի միջնամասն է արդեն մեզ մոտ, անկյունային այս խաղարկված է, ընթացքից արված Ուլակյանի կողմից, բայց դիպուկ չէր, նորից վտանգավոր էր Գասպարյանը որսած գնդակը, 2-1 հաշվով այս պահին հաղթում է Ատլետիկոն Կադիսին, բայց շատ հետաքրքիր հանդիպման ենք ականատես լինում։ Շիրխանյան կրկին սխալվեց Ատլետիկոն Շիրխանյան, արված Գասպարյանն է նորից փրկում իր թիմին։ Նորից փայլուն գործեցին այստեղ Կադիսի տղաները։ Այստեղ կարծես թե սխալ նետում եղավ։ Hello. Տեսնում ենք փորձում են Կադիսի Ֆիդանյան երվից փորձ երկրորդ փորձից որսած գնդակ այստեղ Գասպարյանը փորձում են Կադիսի տղաները հավասարեցնել հանդիպան հաշիվը Ռևազյան եւ հիմա էլ փրկվում է այստեղ Կադիսը ինչ էր սա Փոխանցում Ֆիդանյանի ուղղությամբ Ֆիդանյան արված եւ գոլ! Փայլուն էր ամեն ինչ հիմա այստեղ Ռոբերտ Ֆիդանյան 2-2 Ռոբերտ Ֆիդանյան 2-2 կրկին հավասար է հաշիվը մեզ մոտ շատ լավ էր ամեն բան այստեղ արված ուղղակի փայլուն գոլեղինակ դարձավ հիմա Ռոբերտ Ֆիդանյանը եւ նորից հաշիվը հավասար է հիմա էլ Ատլետիկոն է նետվել առաջ ինչպիսի հանդիպում է ուղղակի ընթանում Ռևազյան Անդիլյան շատ հարված կատարեց, բայց փակված է այս հարվածը։ Հիմա մի փոքր խոսեմ անցած խաղից, անցած տուրում ինչպես են անցկացրել այս թիմերը իրենց հանդիպումը։
Կադիսը հանդիպեց Ինտերին և 4-2 աշիվ գրանցվեց այդ խաղում, հաղթեցին Կադիսի տղաները այդ խաղում։ Իսկ Ատլետիկոն թեժ պայքարում պարտվեց 2-3 հաշվով Սիթիին, Ֆիդանյան ստացվեց այս փոխանցումը Ֆիդանյանի։ Փոփոխություններ են տեղի ունեցան Կադիսի կազմում։ Ասպարյանը պասից հարված, երկար։ Շիխանյան Շիխանյան, պայց գնդակի իր մոտ, Շիխանյան շատ լավ ամեն ինչ արեց, բայց փոխանցումը չստացվեց եզրային նետում։ Զյան և վանագորն ես փոխանցումը։ Ին արագ վերադարձեցին գնդակը Կադիսի տղաները։ Ավետիսյան և դաշտի սահմաններից։ Էլի իշկան, ասա։ Իրա հետ ռուբո։ Խախտում։ Ստանդարտ նորից Ատլետիկոյի օգտին։ Հիշեցնեմ, որ վերջին 5 րոպեներն են մնացել հիմնական ժամանակի ավարտին։ Սուլիչը կա, Մանուչարյան, արված, և բարձր էր Մանուչարյանի արվածը։ Եվ հիմնարաշալի սահանքներ ունած Գևորգյանը։ Այդ խլեցին գնդակը Մակարյանից, այստեղ էլ կոպիտ գործեց Խաչատրյանը։ Անդիլյան երկու հոգով դիմավորեցին նրան և խլեցին նրանից գնդակը։ Ավետիսյանի հետ էլ հաղթում այստեղ ունեցավ։ Ուլակյան փափոխանցում։ Շիրխանյան պտտվեց, Շիրխանյան և բայց իր մոտ գնդակը կրկին լավ անցում, փոխանցում հեռացված է գնդակը շատ վտանգավոր էր։ Եվ հիմա կարող է նետվել այստեղ գրոյի Ատլետիկոն, Գրիգորյան, բայց գնդակը իր թիմի մոտ։ Մարկարյան։
Դերիններ է բաժանում այստեղ էլ վերջին դրվագից հետո խաղի մրցավարը։ Շատ քիչ ժամանակ մնաց այս խաղի ավարտին։ Գանցավ Ատլետիկոն գրոյի։ Դանյան Երկար նետում հիմա սնենք հանգավոր է Ուժեր էր այս փոխանցումը փոփոխություններ կրկին Կադիսի կազմում լավ փոխանցում Մակարյանի ուղղությամբ Կադիսը նետվել է գրոյի Մակարյան Ֆիդանյան Ֆիդանյանը տացքից արվածը բարձր էր այստեղ Ռոբերտ Ֆիդանյանի 7-րդ գոլը նա խփեց այս մրցաշարում երկար փոխանցում Գանցավ հիմա կիսադաշտը Կադիսը Շիքանյան փոխանցում Հոանյանին Նյան Եվ Ատլետիկոն խլեց գնդակը նետվում է հիմա էլ գրոյի Գրիգորյան հարված Ստեփանյանն է փրկում թիմին մի փոքր դժվարությամբ Սխալվում է Ստեփանյանը այստեղ Անդիլյան Գրիգորյան Մանուչարյանն էր այստեղ Արագ նետվում է գրոյի այստեղ Կադիսը փոխանցում ձախ Շիրխանյան և հարված Մարությանի հարվածը լավը չէր այս անգամ Վերջին րոպեներն են ավելացված մրցավարի Եվ վերջ սիրելի ֆուտբոլասերներ հանդիպումն ավարտված է մարտական ոչ ոքի գրանցվեց այս խաղում 2-2 հաշիվ շատ հետաքրքիր հանդիպում էր երկու թիմերն էլ բազում պահեր ունեցան բայց 2-2 հաշիվ մեկական միավոր են վաստակում այս թիմերը այս խաղի համար այսքանն ենք պատրաստել ձեզ համար այսօրվա համար բարի գիշեր եւ ամենայն բարիք